ԿՊԱ-ականները, որ նախկինում միաբերան պնդում էին, թե միանշանակ հաղթելու են 2026-ի ընտրություններում, 50+1 անգամ 60+1% ձայն են ստանալու, ընտրություններից 3 ամիս առաջ կտրուկ փոխել են խոսույթը։ 2026 թիվը դառնում է շատ կարևոր տարի։ Facebook-յան լայվերով աղաղակում են Գյումրի 2 թույլ չեն տալու։ Ընդդիմությունը փորձում է ամբողջ հանրապետությունում Գյումրի 2 օպերացիա։ Նկատի ունեն, որ թույլ չեն տալու Գյումրիի քաղաքապետի ընտրության աննախադեպ սցենարը, երբ ընդդիմությունը միասնաբար ջախջախիչ պարտության մատնեց իշխող ուժին։ Գյումրիի սցենարի կրկնությունն է ամբողջ Հայաստանում։ Այս սցենարի կրկնությունը համապետական ընտրություններում ցնցումների մեջ է գցել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որովհետև տեսնում են, ընդդիմադիր հիմնական ուժերը հակված են խոշոր միավորումներ ստեղծել, ասում է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբայրյանը։ Քանի շատ ընդդիմադիր խոշոր խաղացողներ են մտնում քաղաքական դաշտ, այնքան Նիկոլի նյարդային ճղացումները ավելի են ուժեղան։ Համբայրյանին հայտնի են Փաշինյանի ջղաձգումների պատճառը։ Սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԾ-ի պատվալը։ Նա հույս ուներ, որ ընտրապայքարի մեջ կմտնեն մոտ 3 տասնյակ կուսակցություններ։ Առանձին կփոշիացվեն ընդդիմության ձայները և ՔՊ-ն վերարտադրվելու շանս կստանար։ Քաղաքագետը վաղարշապատի օրինակն է հիշեցնում, այնտեղ ՔՊ-ն 50+1 ձայն չհավաքեց, բայց իր թեկնածուն համայնքապետ դարձավ ընտրողների ձայների փոշիացման արդյունքում։ Նախ իրենք Գյումրի մեկն էլ թույլ չէին տալիս։ Բերեք չմոռանանք, որ ընտրություններից մեկ օր առաջ իրենց հիմնական տեխնատուն ասում էր վաղը կգաք ինձ կշնորհավորեք, այնպես չէ որ իրանք Գյումրի մեկը թույլ էին տվել, հիմա էլ Գյումրի 2-ը պետք է թույլ չտան։ Թույլ չի տալու ժողովուրդը, կամ թույլ է տալու ժողովուրդը, իրանք չեն կարող դա որոշեն, եթե իհարկե Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Գյումրեցի քաղաքագետը գոհ է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը մի կողմ են թողնում բոլոր տարաձայնությունները ու միավորվելու մտադրություն են հայտնում։ Ըստ նրա 3-4 ընդդիմադիր բլոկ է արդեն ուրվագծվում։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, Սամվել Կարապետյանի հիմնած ուժեղ Հայաստան կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն։ Այս իշխանությունը շատ լավ հասկանում է, որ իր բոլոր ընդրակեղծման մեթոդների դեմ կա պայքարի մեկ շատ արդյունավետ քայլ։ Դա ապացուցվել է Գյումրիում թիմ ընտրությունների ժամանակ, երբ որ գյումրեցին ուղղակի խառնեց նրանց խաղաքարտերը և թույլ չտվեց, որպեսզի նրանք վերարտադրվեն։ Համբայրյանը չի բացառում, որ վերարտադրվելու համար Փաշինյանը գործի դնի մեկ այլ սցենար։ Այսպես կոչված ընդդիմադիր ուժերի անվան տակ մրցասպարեզ դուրս բերի իր արբանյակներին, ինչպես դա արեց 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Օրինակ ասենք Արամ Զավենի Սարգսյան։ Գիտեք, Երևանի թիմ ընտրություններին մարդը իրեն ներկայացնում էր որպես ընդդիմադիր։ Ձայները ստացավ նույն րոպեին անցավ Նիկոլի կողմը։ Նույնը անում էին վաղարշապատում, չանցավ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը, հիմա նույնն է անելու։ Ասենք կան էլի մի քանիսը, հələ չեմ ուզում անունները տալ, բայց ամեն դեպքում ընտրություններին ընդառաջ ամեն ինչ կբացահայտվի, թե իրական ընդդիմությունը որն է, կեղծ ընդդիմությունը որն է։ Ըստ քաղաքագետի կեղծ ընդդիմադիրներին ջրի երես հանելու միակ փորձված տարբերակը նրանց մեսիջներին շատ ուշադիր հետևելն է։ Ովքեր կասեն, թե ընտրություններով Փաշինյանին հնարավոր չէ հեռացնել, թե պետք է բոյկոտել ընտրությունը, Համբայրյանի համոզմամբ նպաստում են Փաշինյանի վերարտադրությանը։ Այդ հոռետեսական, այդ տրամադրությունները, որը ժողովրդի մեջ մտցնում է Նիկոլը և նրանց սպասարկող ուժերը, պետք է չեզոքացվեն։ Եվ այո, մեր հասարակությունը պետք է հասկանա, որ ամեն մի ձայն, իր տված ցանկացած ձայն շատ կարևոր է։ Ընտրողների մեծ ծավալը խառնում է գործող իշխանությունների խաղաքարտերը։ Եվ հիմա նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ընտրություններին մաքսիմալ քիչ մասնակիցներ գնան։ Իշխանությունը պահելու համար հենց նախընտրական շրջանում ուժգնանալու են քաղաքական ռեպրեսիաները, կանխատեսում է քաղաքագետը, ենթադրում, որ հետընտրական շրջանն էլ հարթ չի անցնելու։ Նրա խոսքով Փաշինյանը հենց զգաց, որ պարտվում է, փորձելու է զավթել իշխանությունը, գործի դնելով վարչական, ուժային բոլոր մեթոդները։ Նիկոլի նման փոքրիկ ֆաշիստը ամեն ինչի ընդունակ է։ Այս մարդը դասական ֆաշիստ է, լիբերալ ֆաշիստ է։ Կարնե Մանգասարյան, Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։